Նիստ ավարտվեց, քննարկումը շատ երկար տևեց, դատանը գնացել է խորհրդակցական սենյակ, չի ասել երբ կհրապարակի, ասաց նախապես կտեղեկացնի։ Այսօր, ենթադրվում է այսօր, դե հիմա չի ասել երբ, բայց նախապես կտեղեկացնի։ Ինչպես է գնահատում դատարանի վարքագիծը։ Դատանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև դատանը ըստ էության լսողի դերում էր կողմերի փաստարկները, այսինքն սպայն դժվար ասել դատանը ինչ է անում։ Մենք կարող ենք ասել, որ մեղադրանքը ուղղակի այստեղ ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա։ Իրենք ինչ են ասում են իբրև թե Ծառուկյանը որոշակի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների խարդախությամբ նրանցից հափշտակություն արել եւ փողերի լվացումը կատարել, բայց մենք դատանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձին փաստաթղթեր են ստորագրել, որ իրենք են պարկ Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձել, պարտավորվել են մինչև 26 թվականը վերադարձնել, հիմա չեն վերադարձել եւ այս վարույթները ըստ էության շանտաժի հետ կապված սկսել են։ Մենք հիմնավորեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դատանի որոշումով, որ իրենք այս նույն process-ը այնտեղ են նաեւ սկսել եւ այնտեղի դատանը արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիական գործընթացներ են եւ նաեւ համապատասխան իրենց իրավասու պետական մարմինները արձանագրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հայտարարածների հիմնական մասը չի համապատասխանել իրականությունները, ըստ էության սուտ է։ Այսինքն այն, որ ինչ որ ներկայացնում են, ակնհայտ է, որ այստեղ հանցագործություն ընդհանրապես գոյություն չունի, ասում են, տեսեք, հասարակ բան։ Ասում են, որ որոշակի ընկերությանը պատկանող գույքը հափշտակել է խարդախությամբ, ասում ենք այդ գույքը ում է պատկանում, ասում են այդ նույն ընկերությանը։ Ասում ենք լավ, այդ ընկերության գույքն է, պատկանում է այդ ընկերությանը։ Ոնց են հափշտակել, հափշտակվել է։ Հափշտակությունը, խարդախությունը դա նա է, որ դու այդ ընկերության կամ անձի սեփականությունից դուրս ես անում, դարձնում ես քոնը։ Բայց պատկանում է այդ ընկերությանը, որի 50% սեփականատերը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին է։ Պարոն Սարգսյան, փաստացի բիզնես վեճ է, որին որոշել է նաև այսպես մեջ հնչեղություն տալ ազգային անվտանգության ծառայություն։ Դուք այդպիսի նախադեպ ունեցել եք, որ ԱԱԾ-ով կան, եկեք մի հատ նկատառում ասեմ, հենց այս ֆոնի վրա, հետո գործընկերս կշարունակի։ Ուրեմն տեսեք, 2026 թվականի հունիսի 9-ին ընտրությունից հետո Գագիկ Ծառուկյանը կազմական գործերով պետք է մեկներ։ Այս նույն քրեական գործով միանգամից իրեն թույլ չեն տալիս որ մեկնի եւ մեղադրանք են ներկայացնում բացակայելու արգել խափան միջոց։ Պարոն Խաչատյանը, պարոն Մինասյանը բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ, նշելով որ քանի որ եղել է падգամավորի տեխնացու, ԿՀ-ի թույլտվությունները պետք է անձեռնխելություն հաղթարելու, որից հետո միայն կլիներ մեղադրանքի օրինական։ Առանց դրա ապօրինի է։ Ուրեմն դատախազը բավարարել է իրենց բողոքը եւ արձանագրել է որ այո ապօրինի է մեղադրանքը։ Բայց ամսի 23-ին հաստատել է, մինչև ամսի 6-ը այդ որոշումը չեն ներկայացել, ոչ քննիչին, ոչ մեզ։ Սահմանի հետ սահմանափակումը չեն վերացել բացակայելու արգելք, այսինքն մի հատ 23-ից պահել են ապօրինի սահմանափակումը, մինչև ամսի 6-ին ձերբակալել։ Հիմա դրանից հետո մենք կարանք խոսենք, այսինքն դատախազությունը արձանագրել է, որ մեղադրանքը ապօրինի էր։ Սա նշանակում որ այդ պահին պետք էր սահմանը փակել, այդ մեղադրանքը ապօրինի ներկայացեցին, հետո կարճեցին, հետո էլ պետք էր սահմանափակումը ելքի պահել մինչև ամսի 6-ը ձերբակալելը, ամսի 6-ը պահեցին, այսինքն այս բոլոր ապօրինությունները վկայում է, որ այստեղ մենք գործ չունենք իրավական process-ների։ Իրենք անում են այն, ինչը որ հրապարակային հայտարարվել է, որ պետք է արվի ու շարունակական անում են։ Ներկայացնում են ապացույցները, կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին մյուս դրվագով ասում է, որ Ծառուկյանը ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, ընդ որում Ծառուկյանը ասում է, որ այդ անձը խաբելու է մեզ, ասում է ես ասացի չէ, ոչինչ թող աշխատի։ Հիմա իրանք ասում են չէ, Ծառուկյանն է խաբել այդ անձի հետ միասին։ Այդ քաղաքացի տարերեսում է եղել։ Այս բանը դեռևս ոչ։ Հիմա դուք տեղեկություն ունեք Իրանի քաղաքացին Ծագումով ադրբեջանցի է թե ոչ։ Նման տեղեկություն չունեմ։ Պարոն Խաչատրյան, հավելեք դուք մանրամասնեք ձեզ այս պահին գործի հիմքերի մասին ինչ տպավորություն ունեք եւ մասնագիտական առումով ինչ նկատառում։ Տեսեք, պարոն Սարգսյանը ինչ ավելի բարի գտնվեց, իսկ ասեմ, որ այս դատական նիստի ընթացքում մեղադրանքից քարին չի թողնվել։ Նման փուչ մեղադրանք դժվար է պատկերացնել նման գործով, էլ եթե նույնիսկ այս հետապնդումները պետք է կազմակերպեն, պետք է մի քիչ ավելի լուրջ մեղադրանք մտածեին, որովհետև այստեղ կարծում եմ հանցագործության դեպք չկա ու ավելին
ոչ թե բիզնես վեճա, դուք չէ հարցրեցիք, սա բիզնես վեճա վերածվում է քրեայրավական process-ի, ես կարծում եմ, որ այստեղ բիզնես վեճա չկա, այստեղ ուղիղ իմաստով պետք է պարոն Ծառուկյանը ճանաչվեր տուժող, ուղղակի այս պարագայում տուժողին տրվել է մեղադրյալի կարգավիճակը։ Պարոն Խաչատրյան, մեկ դեպքի մասով այլ կառույցներում, կազմակերպություններում խոզարկությունները ինչով են հիմնավորել։ Չէ, այստեղ չեն կարող ասել, որ մեկ դեպքի, ուղղակի այստեղ շատ կարևոր է հենց պարոն Սարգսյանի ասածով, որ այս քաղաքական հետապնդումների, հա, ֆոնին տարբեր գործերով բոլոր գործերը ակտիվացան մեկ օրում։ Նույնիսկ 2020 թվականին ինչ-որ Կոտայքի քննչականում քննվող գործով էլ ակտիվացան, 19 թվականի գործով հարուցված ակտիվացան, 20 թվականի գործով, այսինքն հենց կարևոր է արձանագրել այդ հանգամանքը, որ բոլոր գործերը ակտիվացան մեկ օրում։ Բայց պատասխանել են թե ինչու։ Դե ով կպատասխանի մեզ ինչու։ Բոլորն ասում են մենք հիմա զբաղված ենք, բոլորն ասում են մենք հիմա զբաղված ենք զուտ իրավական process-ներով, մնացած դատողությունները թողնենք ձեզ, մենք կզարմանայինք, որ այլ կերպ մեկնաբանեին, հելնեին ասեն չէ, մենք հենց հիմա զբաղված ենք քաղաքական հետապնդմամբ։ Պարոն Սարգսյան, ինչ է ինչ գործողություններ են կատարվել, բացի խոզարկությունները։ Դա փաստացի մեր մասնակցությամբ խոզարկությունն է, ձերբակալումն է եւ նաեւ էսկալանքի միջնորդումն է։ Այսինքն որպես այդպեսին իրենք բազմաթիվ գործողություններ ունեին անելու հատուկ չի կատարվել, որովհետև ինչ անում են, հերկվում է մեղադրանքը։ Նոր է դատանում մեկ այլ անձի ցուցմունքը պահանջեցին ներկայացրեցի եւ ամբողջությամբ նորից մեղադրանքը հերկվում։ Գիտեք ինչն է մեր մոտ խնդիր ստեղծում։ Մենք այս նման process-ներում շատ ենք եղել, այդ հուն Ծառուկյանն էլ է այս ամեն ինչի մեջ եղածը։ Բայց հետեւյալն է, էլի Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը վերջնական որոշմամբ հաստատում է, որ իրենց քաղաքացիների գրածը սուտ է, որ այստեղ խարդախության հանցակարգ չկա, սովորական գործարար հարաբերությունները, Հայաստան Հանրապետության իրավապահ համակարգը ասում է չէ, նույնը հանցագործություն է, խարդախություն է, եւ այնք պարագայում, երբ որ նաեւ կա նրանց դեմ տրված հաղորդում, դա ընթաց չեն տալիս, սովորական վիճակով շատ դանդաղ քննություն, հեսա մի օրում, երկու օրում ցենց հրատապ քննությունով, զինական հայտեր որ առիթ էր պետք Ծառուկյանին կալանավորելու համար, ձերբակալելու համար, ինչ արվեց, այսքան։ Իվիջալյուց այս մի օրում այս քննությունը սենց որ կատարվում է զուտ մի բանի համար, որտեղ պարոն Ծառուկյանին բերեն դատարան ու պարտադիր ունենան կալանքի որոշում, որովհետև հիմա կազմված է քննչական խումբ, գործը հանձնարարված է քննչական խմբին, բայց այն գործողությունները, որոնք պետք է արագ կատարվեն քննչական խմբի կողմից, ասենց օպերատիվ կատարվեն, որ օբյեկտիվ իրականությունը մի քայլ շուտ բացահայտվի, որ այդ գործողությունները, որը որ պետք է հրատապ կատարվի, չի կատարվում, որ հիմա դատարանում գան մեր գործընկերները, պնդեն, որ դեռ նախնական փուլ է, ժամանակ է պետք, որ այս անենք, այն անենք, որ փորձեն դատարանում տպավորություն ստեղծեն, որ բազմակողմանի քննություն դեռ պետք է կատարեն։ Ինչ քայլեր պիտի արվեն, որոնք չեն արվել։ Խնդրում եմ Դե առնվազն ես այս պահին չեմ ցանկանա թվարկել, առնվազն պարոն Ծառուկյանն էլ մենք էլ պահանջում ենք առերեսում մի շարք անձանց էլ։ Այդ թվում Իրանի քաղաքացիների։ Իրանի քաղաքացիների, այդ թվում նաև մեր հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու համար, որը որ ժամանակ չլինելու պատճառով այս պարագայում, այս մեկ օրվա օրուկես ընթացքում չի կատարվել, այդքան էլ ճիշտ, որովհետև ըստ էության, բայց քննչական խումբ էր գործում, կարող են այդ բոլորը կատարել հենց ընդհանրապես ժամերի ընթացքում։ Այս պահին չեմ կարող թիվ ասել, բայց քննչական խումբ արդեն նշանակա, որ մի քանի հոգի զբաղվում են նույն գործով։